Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Վարչապետ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների ընդունած հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միտված հոգեվորականների ցանկը շարունակաբար ընդլայնվում է։ 3 տարբեր քահանաներ միացել են եկեղեցու բարենորոգման օրակարգին եւ իրենց աջակցությունը հայտնել վարչապետին։ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանին, վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուսը գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները։ Իրանում տարածվող բողոքի ակցիաների ֆոնին երկրորդ օրն է Երևանում է Իրանի փոխարտգործնախարարը։ Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններ են կայացել, ինչ են քննարկել կողմերը։ Իրանում բողոքի զանգվածային ակցիաները դուրս են եկել վերահսկողությունից։ Թեհրանում մեկ գիշերվա ընթացքում հրկիզվել է ավելի քան 50 բանկ եւ մի քանի պետական հաստատություն, ոչնչացվել է ավելի քան 30 մզկիթ, ինչպիսին է միջազգային արձագանքը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսում անդրադարձ է կատարել սույն թվականի հունվարի 1-ից օրենքի ուժ ստացած կարևոր փոփոխության աշխատանքային պայմանագրերի կնքման նոր եղանակին, ինչ է այն ենթադրում։ Ապօրինի ձգնորսություն, խուլիգանություն, մարդու հրկիզման փորձի բացահայտում, նաև 1 տոննա կոկայինի աղմկահարույց քրեական գործի մանրամասների հրապարակում, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների ընդունած հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միացած հոգեվորականների ցանկը ընդլայնվում է շարունակաբար։ 3 տարբեր քահանաներ միացել են եկեղեցու բարենորոգման օրակարգին եւ իրենց աջակցությունը հայտնել վարչապետին։ Փաշինյանը ողջունել է նրանց այս դիրքորոշումը եւ հույս հայտնել, որ մյուսները եւս շուտով կմիանան։ Ի դեպ, Գարգին II-ի հեռացումը պահանջած Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմական առաջնորդի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրա ազատմանը, նշելով, թե կտրիչ Ներսիսյանը ամենայն հայոց կաթողիկոս չէ, հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն եւ առ ոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ գրել է վարչապետը։ Նշենք, որ այսօր նույնպես մոտ 1 տասնյակ հոգեվորականներ եւս հայտարարել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգումների պահանջին միանալու մասին։ Նրանցից են Տեր Սիոն քահանա Սաֆարյանը, Թովմաս Արկաբակ Մարտիկյանը, Տեր Շահան քահանա Միրզոյանը, Տեր Համազասպ քահանա Հոկեյանը, Մայր Աթոռսու Պեչմիածնի միաբան հայր Արիստակես Վարդապետ Այվազյանը, Տեր Երվանդ քահանա Բաբայանը եւ Տեր Դանիել քահանա Տերտերյանը, Տեր Սմբատ քահանա Աբրամյանը եւ այլք։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում սկսված բարենորոգումների գործընթացը մտնում է նոր փուլ։ Շարժմանը միանում են հոգեվորականներ տարբեր թեմերից, տարբեր աստիճաններով, բայց մեկը ստակ ուղերձով։ Եկեղեցին պետք է նորոգվի ներսից։ Այս օրերին Հայաստանի վարչապետի եւ 10 եպիսկոպոսների ընդունած Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միացել են Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, եւս տասնյակ քահանաներ ու եկեղեցական սպասավորներ։ Ընդհանուր առմամբ ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության արդեն մոտ 2 տասնյակ քահանա միացել է այս նախաձեռնությանը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, եկեղեցու նորոգումն անկասելի է։ Վարչապետի այս հայտարարությունը փաստում է գլորվող ձնագնդի նման այն կաճի եւ կընդլայնվի ամեն անցնող օրվա հետ, ինչպես 2018 թվականի հեղափոխությունը։ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների ընդունած եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միացած հոգեվորականների ցանկը շարունակաբար ընդլայնվում է։ Նախաձեռնությանը միացել են Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Հովանես քահանա Մաթևոսյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Վահան քահանա Արաքելյանը, Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, Տեր Խաչատուր քահանա Գևորգյանը, Տեր Շիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Բարենորոգման գործընթացին միացել են նաև եկեղեցական սպասավորներ՝ Ռաֆայել Պետրոսյանը, նախկին հայր Վազգեն Աբեղան, Ռազմիկ Սարգսակ Պետրոսյանը, Ռուբեն Սարգսակ Պետրոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ Facebook-յան ուղիղ եթերում իր եղբայրական աջակցության, զորակցության խոսքերն ու հարգանքի հավաստիքը հայտնեց բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ Ողջունում եմ այս հայտարարությունները եւ քահանա հայրեր, ես ուզում եմ ուղիղ ձեզ դիմել եւ եղբայրաբար ողջունել ձեր խիզախ քայլը։ Ես անկալում եմ որպես ձեր
անսասան հավատարմության արտահայտություն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, Հայաստանի Հանրապետությանը եւ ուզում եմ այս խիզախ քայլի համար շնորհակալություն հայտնել բոլորիդ եւ ուզում եմ ասել, որ մենք իմ ամբողջ աջակցությունը ունենք, Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը ունենք։ Նա հույս հայտնեց, որ բարենորոգման գործընթացին միանալ ցանկացողների թիվը գնալով կաճի։ Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրո-կառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները եկեղեցու տարածքում, Հայաստանյաց առաքելական եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները եւ կարող են կողք-կողքի լինել մեր ազգային եկեղեցական տոների ժամանակ, կողք-կողքի մասնակցել պատարագի, կողք-կողքի աղոթք հղել առ Աստված, իրար հետ կողք-կողքի հաղորդություն ընդունել եւ կողք-կողքի հաղորդակցվել մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Իմ կարծիքով եկեղեցին հենց այսպիսի հանրային դերակատարում պետք է ունենա եւ նրա առաջնային անելիքը եւ մտահոգությունը պետք է լինի մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության իրական կյանքում նրա դավանած արժեքների տարածման հարցը։ Այսպիսով բարենորոգումների գաղափարն աստիճանաբար դուրս է գալիս հայտարարությունների շրջանակից եւ վերածվում է շարժման, կոնկրետ անուններով, կոնկրետ դիրքավորումներով եւ հստակ նպատակով։ Նորոգել եկեղեցին, վերականգնելով նրա հանդեպ հասարակության վստահությունը, հոգեվոր հեղինակությունը եւ ներքին առողջությունը։ Իսկ ըստ վարչապետի այս գործընթացը հետդարձ չունի։ Այնուամենայնիվ դեռ կան քահանաներ, որոնք շարունակում են սատարել գործող կաթողիկոսին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քվինին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուստը գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը եւ դրա շարունակական զարգացումը։ Ի թիվս այլ ծրագրերի զրուցակիցները անդրադարձ են կատարել TRIP ուղղի ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին, ընդգծելով նախաձեռնության կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության, կայուն զարգացման խթանման տեսանկյունից։ Միrzյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ գործընկերության օրակարգի հարստացման գործում ունեցած ավանդի համար հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին քայլերը եւ աջակցում է խաղաղության համաձայնագրի հասնելու համար նրանց ձեռնարկած բոլոր կառուցողական գործողություններին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վինիկովը։ Նա մասնավորապես ասել է Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ, սակայն այս ներուժի իրացումը պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքների եւ իրական ինտերմոդալության զարգացում, որը կապահովի ապրանքների արդյունավետ փոխադրումը տարբեր փուլերում, տարբեր երկրների միջով եւ տարբեր աշխարհագրական պայմաններում։ Ըստ Վինիկովի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնագիրը եւ դրան հաջորդած զարգացումները, այդ թվում տարածաշրջանային կապի ցանցի ստեղծումը ավելի լայն առումով Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ, ինչը հստակ ցույց է տալիս այս հնարավորությունները։ Սուրեն Պապիկյանն էլ այցելել է զորամասերից մեկը, շրջել այնտեղ ծանոթացել ծառայության եւ ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Պաշտպանության նախարարի այցի ընթացքում զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդման ուղղված աշխատանքներին եւ սպաների ծառայությանն առնչվող հարցերի, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին եւ վստահեցրել, որ զինվորական ծառայության որակի բարձրացումը եւ զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են։ Իրանում տարածվող բողոքի ակցիաների ֆոնին երկրորդ օրն է Երևանում է Իրանի փոխարտգործնախարարը։ Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն են կայացել փոխնախարարներ Վահան Կոստանյանի եւ Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև գործակցության ակտիվ դինամիկան, վերահաստատելով հարաբերությունները ռազմավարական գործընկերության
մակարդակի բարձրացնելու վճռականությունը հայտնել է պաշտոնական Երևանը։ Կոստանյանն էլ անդրադարձել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ուղղված նախագծերին, այդ թվում TRIP ուղի ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին։ Իրանում բողոքի զանգվածային ակցիաները դուրս են եկել վերահսկողությունից Թեհրանում մեկ գիշերվա ընթացքում հրկիզվել է ավելի քան 50 բանկ եւ մի քանի պետական հաստատություն, ոչնչացվել է ավելի քան 30 մզկիթ։ Միևնույն ժամանակ Իրանի դատախազը հայտարարել է այն ցուցարարները, որոնք վնաս կհասցնեն պետական կամ հանրային գույքին կամ կբախվեն իրավապահների հետ, կենթարկվեն մահապատժի պետության դեմ պատերազմի հոդվածով։ Մյուսնորությունները տեսանյութում։ Իրանում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները կապված երկրի ազգային արժույթի իրանական ռիալի աննախադեպ արժեզրկման հետ։ Ներկայումս ամերիկյան $1 փոխարժեքը հասել է մոտ 1,4 միլիոն ռիալի, առաջացնելով կենսապահովման ծախսերի զգալի աճ եւ տնտեսական անկայունություն։ Բողոքի ցույցերը, որոնք սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին, արագորեն վերաճել են քաղաքական պայքարի, Իրանի իշխանության եւ հոգեվոր առաջնորդի դեմ։ Բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում Իրանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում Թեհրանում, Մեշեդում եւ Կարաջում։ Ըստ իրավապաշտպանների եւ տեղական լրատվամիջոցների տվյալների, բողոքի ցույցերի ընթացքում բազմաթիվ շենքեր եւ ենթակառուցվածքներ, ներառյալ բանկեր, պետական կառույցներ եւ մզկիթներ հարձակման են ենթարկվել, վնասվել կամ այրվել։ Թեհրանի հյուսիսում գտնվող Սաադաթաբադ թաղամասում ցուցարարները հարվածում են կաթսաներին եւ վանկարկում Մահ Խամենեին կարգախոսը։ Չնայած իշխանության կողմից ինտերնետի անջատմանը եւ բջջային կապի խափանումներին, անվտանգության ուժերի կոշտ գործողություններին, բողոքի ակցիաները ժամ առ ժամ նոր թափ են ստանում։ Թեհրանում անվտանգության ուժերը խստացրել են վերահսկողությունը, մայրուղիների վրա տեղադրելով հսկիչ կետեր, իսկ ուժայինները զինված հերթապահություն են իրականացնում, ձերբակալում անկարգությունների հեղինակներին։ Այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում ըստ ՌԱՆ գործակալության տվյալների զոհվել է առնվազն 62 մարդ, այդ թվում անվտանգության 14 աշխատակից եւ 48 ցուցարար, ձերբակալվել է 2300 մարդ։ Իրանի հյուսիսային Խորասան նահանգում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով էլ սպանվել են Էսֆարայեն քաղաքի դատախազ Ալի Ակբար Հոսեյնզադեն եւ անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պետական հեռուստատեսությամբ հանդես է եկել ուղերձով, կտրուկ դատապարտելով ցույցերը։ Նա ցուցարարներին անվանել է սադրիչներ եւ մեղադրել արտասահմանյան ուժերի ազդեցության ներքո անկարգություններ հրահրելու համար։ Կան մարդիկ, որոնց գործը երկիրը քանդելն է։ Նրանք վնասում են երկիրը միայն այն բանի համար, որ ԱՄՆ նախագահն ուրախանա։ Այս մարդիկ ծառայում են օտարշահերին։ Իսլամական հանրապետությունը ձևավորվել է 100 հազարավոր ազնիվ մարդկանց արյան գնով։ Իշխանությունը չի նահանջի, իսկ Իրանի ժողովուրդը չի հանդուրժի օտարշահերին ծառայող վարձկաններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ զգուշացրել էր Իրանի իշխանություններին խուսափել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից։ Միաժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության գահանկետ շահի որդի Ռազա Փահլավին էլ դիմել է Թրամփին, կոչ անելով աջակցել ցուցարարներին եւ ստեղծված արտակարգ իրավիճակում պաշտպանել նրանց։ Պարոն նախագահ, սա ձեր ուշադրության, աջակցության եւ գործողությունների հրատապ եւ անհապաղ կոչ է։ Ալի Խամենեին, վախենալով, որ իր հանցավոր ռեժիմը կընկնի ժողովրդի ձեռքով, փողոցում գտնվող մարդկանց սպառնած դաժան բռնաճնշումներով, նա ցանկանում է սպանել այս երիտասարդ հերոսներին։ Թեհրանի քաղաքապետ Ալիրեզա Զաքանին հայտնել է, որ հունվարի 9-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում հրկիզվել է ավելի քան 50 բանկ, մի քանի պետական հաստատություն, նաև 30 մզկիթ։ Հրդեհվել է նաև Քարաջի քաղաքապետարանի շենքը։ Իրանում մարդու իրավունքների կենտրոնի իրավապաշտպանների տվյալներով Թեհրանի Մեշհեդի եւ Կարաջի հիվանդանոցները լեփլեցուն են վիրավորված ցուցարարներով։ Իրանի դատախազ Ալի Սալեհին հայտարարել է, որ անկարգությունների մասնակիցներին, որոնք վնաս կհասցնեն պետական կամ հանրային գույքին կամ կբախվեն իրավապահների հետ, սպառնում է մահապատիժ պետության դեմ պատերազմի հոդվածով։ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը եւս մեղադրել է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերի համար։ Խորհրդի հայտարարության համաձայն խաղաղ բողոքները սիոնիստական վերահսկողության ներքո վերածվել են երկրի անվտանգության խախտման։ Իրանում տեղի ունեցող իրադարձություններին ուշով հետևում է նաև միջազգային հանրությունը։ ՄԱԿ-ը հայտարարել է, որ մտահոգված է Իրանում տեղի ունեցող իրադարձություններով։ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոքի ցույցերի, իսկ կառավարության պարտականությունն է ապահովել այդ իրավունքը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական նախազգուշացումն է արել, սպառնալով Իրանի ղեկավարությանը։ Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել։ Ես պարզապես հույս ունեմ, որ Իրանում ցուցարարները անվտանգ կլինեն, քանի որ դա այժմ շատ վտանգավոր վայր է։
Իրանում ընթացող բողոքի ցույցերին անդրադարձել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա մասնավորապես նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի քաջարի ժողովրդին։ Ի դեպ, Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի այդ երկիր։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։ Բարի երեկո, պարոն Շիրինյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Շիրինյան, տարին մեկնարկում է բավականին բուռն իրադարձություններով եւ 2026-ի առաջին շաբաթը փորձելու ենք ամփոփել, միասին եւ պատական չէ, որ հենց նախապատվությունը տվել ենք ձեզ։ Եվ այսպես 2026 թվականը սկսվեց, Միացյալ Նահանգներ, Վենեսուելա աննախադեպ իրադարձությամբ, Իրանում տեսնում ենք ինչ իրավիճակ է եւ այսպես շարունակ հերթով գնանք։ Ինչով էր պայմանավորված Մադուրոյի կալանավորումը, Միացյալ Նահանգների նախագահը ինչու հենց տարվա սկզբին այս ամբողջը սկսեց եւ ոչ միայն դա, այլ նաեւ շատերը նշում են, որ լեգիտիմ ընտրված նախագահի հանդեպ սա բռնություն է, շատերը դատապարտում են, շատերն ասում են, որ ոչ, արմատախիլ է անում այն ամբողջ նարկո-կոռուպցիան, որը եղել է տարիներ շարունակ այդ երկրում եւ նաեւ այստեղ հաջորդական շղթան է գնում, Կոլումբիան է այնտեղ, Մեքսիկան եւ այլն։ Թրամփի գործողությունները ինչպես կմեկնաբանեք։ Մինչ այդ մի բան ասեմ մեր ժողովրդի համար, որտեղ առաջինը մենք պիտի պինդ լինենք, հասկանանք ներքին վիճակով, հետո արտաքին։ Մենք տարերով սովորել ենք արտաքինով գնահատվել։ Հիմա դա պատմական բան է։ Մենք անցած տարի ձեզ հետ միասին եւ նրանք, ովքեր հեղափոխություն արեցին եւ հեղափոխության աջակցեցին, լայվ լրատվություն եւ այլն, ամբողջական։ Եվ ովքեր ծանրագույն վիճակում պաշտպանեցին կառավարությանը բոլոր թերությունները տեսնելով եւ գնացին անկախության ամրապնդման ճանապարհով։ Այդ ճանապարհը մենք ամենագլխավոր ազդակը ձեռք ենք բերել։ Երկիրը կայուն է հարաբերականորեն։ Մենք կայունացրինք Հայաստանի Հանրապետությունը, նույնիսկ տեսեք, այն որ փորձ է արվում Վեհարանում ստեղծել իշխանության երկրորդ օջախ, դա Ռուսաստանի թելադրանքն է, հաջողություն չի ունենում, պրոբլեմ է, բայց հաջողություն չի ունենում, ուրեմն սա գնահատենք, որ մենք նաև արտաքին աշխարհը գնահատենք, ուրեմն այդ իմաստով մենք ստացանք շանս խաղաղաբրելու պարտությունից հետո, մենք լավ ենք պարտվել, եւ ուրեմն նաև աշխարհի հետ հարաբերվելու, ինչ ենք արել, մենք անցած տարի հունվարի 14-ին ստորագրեցինք Միացյալ Նահանգներ Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ եւ օգոստոսի 8-ին երկու փաստաթուղթ, մեկը TRIP-ն է, մյուսը հայ-ամերիկյան համագործակցությունն է, սա չխառնենք նրա հետ։ Եվ մենք Պուտինյան, Ալիևյան այդ ինչ է Մեղրու Միչանսկի փոխարեն ստացանք ամերիկյան հայկական մայրուղի, այսպես ճանապարհ, որը ոչ մի կապ չունի նրա հետ եւ անվտանգության հարցը այս կամ այն չափով լուծեցինք։ Սրանք արձանագրենք, որ կարողանանք գնահատել։ Այո, մենք այդ Միացյալ Նահանգների այս վարկագծին Վենեսուելայի կապված։ Միացյալ Նահանգների ստրատեգիական, այսպես ասած, բանի շարժի պատճառով, որովհետեւ տեսեք ինչ խելացի բան արեցին։ Մեղրու Միչանսկը շպրտեցին, այս ամենը, այդ խոսակցություն կարող է տերմինն օգտագործվի։ Եվ ուրեմն մենք ստանում ենք Միացյալ Նահանգների հետ նաև, որպես դաշնակից է դառնում ըստ էության, մինչև Միջին Ասիա, ուրեմն այդ երթուղին բացվել է, որտեղ Միջին Ասիայում է կամ Կենտրոնական Ասիայում արևմտյան տերմինալով հումքը, Ղազախստանում է ուրանը, այնտեղ է պղինձը, Ուզբեկստան, բամբակը, Ղարղազստանի պղինձ եւ այլն, ուրեմն տեսեք ինչ արեցին։ Թրամփի ուղին գցեցին ամերիկացիները, որովհետեւ կազմակերպեն այդ բոլորի արդեն շարժը, նաեւ Ղազախստանի անկախության ամրապնդում եւ այլն։ Հիմա սա գնահատենք, որպես կարողանանք այստեղ հասկանալ։ Այո։
Եվ ինչ է լինում, մենք այսպիսի մի բան, տարածված է, որ Թրամփը ուրեմն ինչ է անում, քանդում է հին աշխարհակարգը, առհասարակ պիտի նկատի ունենալ, ոչ մեկ աշխարհում չի կարող աշխարհակարգ քանդել, նպաստել կարող է, ասենք, ոչ էլ ստեղծել, ինչն է պատճառը, ուրեմն պետությունների հզորությունները, խոշորների մասին է, այս ընթացքում տրանսֆորմացվել են տարիների ընթացքում, ինչը ԽՍՀՄ-ի անկումի հետ է կապված եւ թուլացող հզորություն, արտադրական կարողությունների ոչնչացում, ռուսների կազմակերպած ազգային ընդհարումներ անընդհատ հետսովետական տարածքն է։ Եվ դրա հետ միասին Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից ստրատեգիական մեծ սխալի եւ նրանց քարոզչական, այսպես ասած, քարոզչուն ապահով խոշոր դեմքերի քարոզիչներն են, նաեւ սրանց պրոքսիները Հայաստանում, սրանց վատթարագույն աշխատանքի պատճառով, որտեղ Ադրբեջանին թույլ տալով Արցախը կլանել Ռուսաստանը, թիկունք ապահով զգացիր են եւ գրոհեց դեպի Ուկրաինա վերականգնելու համար այն ինչը որ վերականգնելի չի եւ խրվեց։ Եվ այսը Ռուսաստանի անկումը միանշանակ է եւ վերականգնելու որևէ շանս տեսանելի ապագայում չունի, չասենք հիմա 800,000 տարի հետո։ Տեսանելի սա որտեղ խոշոր տերություն է աշխարհի 1/6 տարածք, ավանդական ռուսական կայսրություն, սովետական հզորություն, ամբիցիաներ պատական չի, որ այնտեղ ռաշիստ եւ ֆաշիստ։ Այս սրանք գնահատականները ցանկության հարց չեն, առաջացել են եւ մի խոսքով ռուսական նացիոնալ շովինիզմը փորձեց կանգնեցնել քայքայման գործընթացը, վերականգնել նաեւ ԽՍՀՄ իր տարածքներում, դե Պուտինը նույնիսկ ասում է բուգետ եւ այլն, բայց այս բոլորը տարավ հետը սրբեց հիմա։ Ուրեմն սա իր հետ բերեց ուժերի այն հզորությունների, բևեռների ուրեմն տեղաշարժ, բնական այսբերգի մի մասը բարձրանում է, մի մասը իջնում է, պատկերացրեք, չէ, կինոների մեջ կա կետ ծուգը, որ բարձրանում է ալիքներն ինչպես են աչու ծաղկանում, եւ այստեղ խաղը արդեն, եթե դա խաղ է, ես այդ տերմինը չեմ սիրում, այս խաղացողը խաղը, սա օբյեկտիվ գործընթաց է, ներքին է։ Տրամպի վարքագիծը 26 թվականին հանրապետականների իշխանության եկան այն ժամանակ, որոնք իզոլյացիոնիստներ են, որոնք 1823 թվականից Մոնրոյի ծրագրի ուրեմն դոկտրինի ջատագովներն են, իրենքն են, եւ որոնք քաղաքական ռեալիստներ են, բայց նաեւ Միացյալ Նահանգներում սա միակ եզակի հզոր խոշոր կուսակցությունն է, որ քրիստոնյաների պաշտպանության համագիրների հսկա շերտ ունի, այստեղ մեր օգուտն է, նաեւ ասեմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության օգուտն է։ Այս շերտը ուրիշ տեղ չկա։ Հիմա տեսեք ինչ կատարվեց։ Ահա այս process-ը պիտի ղեկավարվի եւ ինչ է կատարվում, Ռուսաստանը անկում է գնում, Չինաստանը բարձրանում է տեխնոլոգիաներով, հզորություններով, բայց շատ զգուշ, տեսեք, Չինաստանը շատ զգուշ է։ Այնտեղ ինչ է լինում, Ճապոնիան է ակտիվացել, եթե գիտեք, արդեն Թայվանի հարց եթե գալիս է, արդեն իր եւ այլն։ Հիմա այսպեսի մի բան ասեմ։ Ժամանակին Բժեզինսկին, Քիսինջերը ենթադրություն արեց, որ ապագայի աշխարհակարգում այս որ ասում են քանդվեց, չքանդվեց, դա դիպլոմատիա, դիվանագիտություն աշխատանքի մեջ ասում, ես 6 թվականին դա հրապարակել եմ իմ դոկտորական աշխատանքում։ 6 պետություն է ցույց տալիս, որ ապագայի աշխարհակարգը կպայմանավորվի սրանց փոխհարաբերություններով, առաջինը Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն, բանն է ասում, Քիսինջերն է ասում, այնտեղ բանը Չինաստան, հերթով եմ ասում գրեթե, Ճապոնիա, Ռուսաստան եւ Հնդկաստան եւ Հնդկաստան արդեն եթեի մեջ է մտնում։ Հիմա Թրամփը ինչ արեց։ Ես նրանք գրել եմ 6 կետերը նշել եմ 6 թվականին, այս 2000։ Ուրեմն, բայց այստեղ ինչ կատարվեց Եվրոմիությունը Պուտինի
ինչ ասեմ, չհասկացած ստրատեգիական մտածողության արդյունքով հիմա հայերը կարող են ինֆարկտ ստանան, այո, Պուտինը ստրատեգիական մտածողություն չունի։ Նա չեկիստ է աշխատանքի իր ոճով։ Հիմա Եվրոմիության Ուկրաինա ներխուժումը Եվրոպային վերեց որոշակի տրանսֆորմացիաներ, այնտեղ գիտեք, որ Հունգարիան որոշակի բաներ է անում, ինչ որ իրեն ցույց է տալիս, ինչ, բայց մեծ հաշվով բան չկարող անել եւ կոնսոլիդացրեց Եվրոպային, որովհետեւ հենց Ռուսաստանն ակտիվանում է, լեհերը Վարշավայում, գերմանացիները Բերլինում տեսնում են սովետական կարմիր բանակի դիվիզիաները, տանկերը դեպի Եվրոպա։ Եվ այստեղ Անգլիա եւ այլն։ Հիմա ինչ է ասում Թրամփը, սրանց բոլորի վրա հանում ենք Եվրոմիությունը, որը ինքնուրույն միավորի է փորձում ուրեմն վերածվել, նա ինքնուրույն չէ, եղել ամերիկյան անվտանգության համագարկի մեջ։ Եվ միշտ դրա համար Միացյալ Նահանգները դատապարտում էր, թե ինչ են այդքան գումար վճարել։ Այո, ինչի են, որտեղ իրենց օգուտ եղել։ Հիմա էլ պետք չի ասում ինչ ենք վճարել։ Այդուհանդերձ Տրամփին անդրադառնալ։ Հիմա այո, Տրամփն ասում է, որ առաջինը աշխարհակարգի պատկերը որոշվել է, սա մի ամսվա հայտարարություն չի, որ արել է։ Ամերիկա, երկրորդը ուրեմն Չինաստան, երրորդը Ճապոնիա, չորրորդը Ռուսաստան եւ Հնդկաստան։ Այնտեղ կարող են լավ չհիշել։ Որոշակի վերապահումներ։ 5 երկիր։ Եվրոպան դուրս է եկել Քիսինջերի մոդելից։ Այսինքն ես ասում եմ, որ մեր մտածող հանրությունը կարդային գրքերը, որտեղ այդ նաև հեղինակները, որ այդ մեխանիզմը մշակում են։ Հիմա այս պայմաններում եւ ահա ամերիկացիները որոշել են հավանաբար, ես ենթադրում եմ, առաջին անգամ եմ ասել, որ ռուսական բազմաբևեր աշխարհի մասին անհետեթ խոսակցությունը, դե որ բազմաբևեր է լինում, իրենք էլ իրենց խցկում են մեջը, վերջ է գտնում եւ աշխարհը միաբևեր է դառնում, Միացյալ Նահանգների հզորությամբ։ Համենայն դեպս հանրապետական գուսակցությունը հայտարարի չհարդարի գործը դրան է տանում։ Այստեղից էլ արդեն ձեր ասածները։ Հիմա Մոնրոյի ծրագրի տեսակետից ինչ է դա նշանակում։ Նրանք այն թվերից ասել է, որ ոչ մի պետություն, ամերիկացիներն են ասում, հարավային, հյուսիսային Ամերիկայում գործ չունի, չպետք է այստեղ խառնվեն մեր գործերին։ Եվ ահա Վենեսուելան, որը նավթի գիտեք, այդ պաշար եւ չասեմ, ռազմապես իրեն վերածել է Ռուսաստանի փտած տեխնիկայի կցորդի, տեսանք չէ, բուգերը ոնց են խփվել, իսկ Չինաստանը տնտեսապես խցկվել է եւ այլն։ Ահա նա ինչ է անում, երկու պետություն դուրս է մղում։ Այս մեկի մեջ Չինաստանը բարձ է, ասեմ, առաջիկայում խոսակցություն կա, որ ուրեմն Թրամփը պետք է գնա Պեկին, այնտեղ լինելու է գործարք քննարկում խոշոր երկու տերությունները։ Երկրորդ տեղը դուք նկատեցիք ուղիղ, նորից ասեմ հայերի մի մաս Խանդ Չաբրի, Ռուսաստանին ամեն տեղից դուրս են մղում, Մեղրու Միչանսկից դուրս շպրտեցին, պայմանական եմ ասում, դուրս են մղում Վենեսուելայից Ուկրաինայում էլ հաջողություն չի ունենալու, միջուկային պատերազմը չի լինելու, բայց ծայրահեղ լարումներ կլինեն, պատկերը։ Այս ամբողջի մեջ էսպես է։ Հիմա ուր կգնա աշխարհը։ Կգնա, ես ենթադրում եմ, իհարկե մենք այստեղ պիտի մի քիչ վերապահ լինենք, ես ընդհանրապես Իրանի մասին խոսելուց, ես ուզում եմ, որ մենք բարեկրթությունը պահենք։ Ես տվյալ բարակեմ որպես վերլուծող այսպես եմ ասում։ Շատ լավ, տեսեք, Իրանին դեռ կանդրադառնանք, բայց այստեղ նաև Մադուրոյի, այդ կանոնավորման հետ զուգահեռ իրականության մեջ մեր հարևան, երկրի ներկայացուցիչը բռնապետ Ալիևը հայտարարություն տարածեց, որ միջազգային իրավունքը չի գործում, չի գործելու, դա ինչ է որ, եւ նա նշեց, որ միջանցքը կա, դա Զանգեզուրի միջանցն է եւ իբրև թե Միացյալ Նահանգները, այսպես ասած, համաձայնություն տվել է կանաչ լույս վառել եւ որևէ խոսք տրիպի մասին նա երբեք չի խոսում։ Ալիևը ինչու է նորից ոգևորվել։ Հիմա ես ասեմ հետեւյալը, որ նա առաջին անգամ չի ասում, Եվ Պուտինից պետ կարտ բլանշ ստանալով հարձակվեց Արցախի հանրապետության վրա, բազմաթիվ հայտարարություններ արեց, որ միջազգային իրավունքը չի աշխատում, չի էլ աշխատելու։ Այսինքն սա հիմա կրկնում է, որտեղ իրան արտաքնապես աջելի է կրկնելը։ Ներքին լսարանի համար։ Ոչ միայն ներքին, նաև հայկական իրականությունը շանտաժի ենթարկելու համար, որովհետև կասեմ, նա փորձում է նորից մեզնից պոկել այն, ինչ որ
հնարավոր էր փոկել է, ինչ որ հնարավոր չի նորից փոկի։ Սա Ղարաբաղյան կլանը չի։ Սա թուրք ասեմ թուրքական քաղաքական մշակույթում հող գրավելը, տանելը, օտարից տանելը այն չի ինչ որ հայերն են հասկանում, հարստանամ եւ այլն, որոշ մասի իհարկե։ Հիմա ինչ է լինում, ինքը դա հայտարարում է, բայց մի ուրիշ բան կա։ Մենք ինչ տեսանք Մադուրոյի պարագայով, քանի որ ասեցի հզորությունները փոխվել են օբյեկտիվ, այստեղ միջազգային իրավունքը չի կարող աշխատել։ Ես հիշեցնեմ մի բան, ովքեր միջազգային իրավունքով ուզում են խելքը 1900 թվականներին 900 թվին ռուսերենով թարգմանությունը կա, Օպենհայմեր կա, միջազգային իրավունք, այնտեղ մարդն ասում է, երբ որ ներքին օբյեկտիվ վիճակը փոխվում է, խոսք այլևս չի կարող լինել իրավունքի աշխատելու մասին, նոր հավասարակշռություն, նոր իրավական փաթեթավորում, իրավունքը հետո է գալիս։ Մենք հակառակն արեցինք ինքնորոշման իրավունքով, ինչքան եմ ասել ժամանակին, գնացինք անդունդն ընկանք Ռուսաստանի սարկած թուրքերի գործողության արդյունքով։ Հիմա այս վիճակում նրանք ասում են, բայց այստեղ մենք հարց ունենք, փաստորեն ավտորիտար իշխանությունները նշվարվում են, այս կամ այն կերպ, ովքեր են Մադուրոներ, հիմա ճիշտ ու սխալը դնենք, ամերիկացիներն այդպես են գնահատում, հարցը փակեցին եւ 3 օրվա գործողությունը, 3 որ 4 տարի է վերածվել, հայտնի չի ինչ է լինում, 30 րոպեով հարցը լուծեցին, վերցրին տարան, առևանգեցին, այսինքն չէ տարածքային շատ լավ, տեսեք, զուգահեռ իրականություն երկրորդը Պուտինն է կամ երրորդը կամ Խոմեյնի բանի Իրանի առաջնորդի համար են խոսում, ինչ է անում Ալիևը։ Ալիևը գիտի որ մեկն էլ ինքն է։ Այսինքն մի օր էլ նրանք կարող են Չէ ոչ միայն, այ մենք ենք թույլ, մեր սփյուռքյան ուրեմն լրատվությունը զբաղված է Հայաստանի պետություն մի մասը քանդելով։ Հիմա պետք է Վաշինգտոնում, եթե հայդատ կա, եթե դա հայ ժողովրդի համար է, եւ այլն, Ալիևի կերպարը պետք է մեջտեղ բերվի, աշխարհով մեկ, որ ամենաավտոկրատ իշխանությունը Ադրբեջանում է, նա շտաբում է այս պատկերը ամերիկյանի մեջ իրեն մտցնելու համար։ Հիշեք, այն հանդիպումը, որ եղավ Թրամփի հետ, ինչ ասեց, մի քիչ մեր ժողովրդի տրամադրության ձևով ասեմ, Թրամփին ասեց, տղա ջան, քանի տարի է կառավարում ես այդ անտեր Ադրբեջանը, սրանք գիտեն գովել է, այսինքն ավտոկրատ։ Հիմա եթե մենք լինենք կազմակերպված, եթե մեր եկեղեցին լիներ մեր հետ, եթե հայդատը լիներ մեր հետ որպես պետություն եւ այլն, այստեղ Հայաստան Հանրություն գործ չունի, նրա վիճակը այն չի։ Մենք վաղուց ավտոկրատին բերել ենք Մադուրոյի հետ ենք կանգնեցրել եւ նա շտաբում է, մնացածը այդ միջանցք եւ այլն։ Այսինքն դրանք ուղղակի խոսքեր են ասելու համար, դա որևէ էական նշանակություն չունի։ Ասեցի հայկական շանտաժի հարց ունի, նաև իշմարներ են, այսպես ասած, այդ բառերը տարբեր տեղեր։ Բայց այստեղ մի բան կա, որ մենք պիտի հասկանանք, եւ ժամանակը կարճ ասել հետեւյալն է, որ նա ինչ են ասում, ցայտնոտային վիճակում է։ Ինքը ոչ թե ասում է ես եմ այդ թրիփը արել եւ այլն, ես եմ գնացել, ոչ։ Ամերիկյան ճշմարտակ նա եկել է հայկական խաչմերուկ։ Հայաստանի քաղաքականություն այս վիճակում տվել է արդյունք, որի հետ ինքը չհամաձայնվել չի կարող։ Բայց դեմքը փրկելու համար խոսում է նման բաներ, ինքը հայկական խաչմերուկում է։ Իսկ հայկական խաչմերուկը Թրամփի այդ ուղու հետ զուգահեռ գնում եւ այլն, այնպես որ կարծում եմ ամենից հորջորջում է ինչպես մի։ Շնորհակալ ենք Պաշինյան հանգամանալից ներկայացնելու համար։ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդն էլ հունվարի 12-ին Ուկրաինայի հարցով արտահերտ նիստ կգումարի։
Նիստ գումարելու առաջարկը նախորդին ներկայացել է պաշտոնական Կիևը, նշելով, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական ենթակառուցվածքներին Ռուսաստանի կողմից հարվածներով։ Պաշտոնական Մոսկվան սակայն հերքում է, թե Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի զինուժի դեմ մարտերի ընթացքում հարվածում են բնակելի շենքերին եւ ենթակառուցվածքներին։ Չնայած ռուսական կողմը հերքում է, սակայն այդ հարվածների հետևանքով ամեն օր բազմաթիվ քաղաքացիական անձինք են վիրավորվում եւ զոհվում, իսկ Կիևը ներկայում ամբողջությամբ զրկվել է ջրամատակարարումից, էլեկտրամատակարարումից, էլեկտրատրանսպորտից։ Ուկրաինայի մայրաքաղաքում անմարդկային պայմաններ են ստեղծվել։ Գիշերն էլ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Վոլգոգրադի մարզի Օտյաբրսկի շրջանում գտնվող նավթամբարը հրդեհվել է զոհերի կամ վիրավորների մասին, դեռևս տեղեկություններ չկան, հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Շուտովսկի նավթամբարին։ Current Time-ը նաև գրել է, որ այդ տարածքում ենթականի հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով հունվարի 10-ի գիշերը եւ առավոտյան Ռուսաստանի տարածքում Ղրիմում նաև Սև եւ Ազովյան ծովերի վրայով ընդհանուր առմամբ խոցվել է ուկրաինական 67 անօդաչու թռչող սարք։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Լիբանան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի դեմ օտարերկրյա ռազմական ինտերվենցիան քիչ հավանական է։ Բեյրութում նա քննարկել է երկկողմ խնդիրներ, այդ թվում իրանամետ Հեզբոլահի ապագան։ Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռագին կոչ է արել նոր մոտեցումներ որդեգրել խմբավորման զինանոցի հարցում, զգուշացնելով, որ այն չպետք է պատրվակ դառնա երկրի թուլացման համար։ Այս ֆոնին Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի մի շարք շրջաններին, թիրախավորելով Հեզբոլահի ռազմական օբյեկտները։ Reuters-ի փոխանցմամբ Իսրայելի կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ ռազմական գործողությունների նոր փուլը սկսվել է այն պատճառով, որ Լիբանանը չի իրականացրել Հեզբոլահի զինաթափման վերաբերյալ անցած տարվա ձեռքբերված պայմանավորվածությունները։ Լիբանանի բանակն իր հերթին հայտարարում է, որ արդեն լիակատար օպերատիվ վերահսկողություն է հաստատվել այն շրջանների նկատմամբ, որոնք նախկինում համարվում էին Հեզբոլահի ազդեցության գոտի։ Դամասկոսի կառավարությանն առնչվող աշխարհազորայիններին պատկանող անօդաչու թռչող սարքը հարվածել է Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում գտնվող Խալեֆ Ֆաջր քաղաքացիական հիվանդանոցին։ Այս մասին հայտարարել է քրդամետ Սիրիական ժողովրդավարական ուժեր կազմակերպությունը։ Նրանց պնդմամբ հարվածի հետևանքով հիվանդանոցը փլուզվել է։ Նշվում է, որ հարվածի պահին շենքում ապաստարան էին գտել քաղաքացիական անձինք, հիմնականում երեխաներ, կանայք եւ տարեցներ։ Սիրիական ժողովրդավարական ուժերը հիվանդանոցի թիրախավորումը որակել է որպես ռազմական հանցագործություն, ընդգծելով, որ բժշկական հաստատությունը նախապես նշված է եղել Դամասկոսի կառավարության կողմից հրապարակված թիրախային քարտեզներում, ինչը նրանց խոսքով վկայում է բժշկական օբյեկտի կանխամտածված թիրախավորման մասին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, կան նաև վիրավորներ։ Բացի էներգետիկ ենթակառուցվածքներից նշվել էր նաև, որ Մոսկվան հարվածներ է հասցրել նաև Կատարի դեսպանատանը, սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Կատարի դեսպանատան վրա Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարվածների մասին տեղեկատվությունը։ Հաղորդագրության համաձայն դիվանագիտական ներկայացուցչությունները երբեք չեն եղել թիրախում, իսկ շենքի վնասն առաջացել է Ուկրաինայի հոփամագարքի խափանումից։ Ռուսաստանը Կատարին համարում է իր բարեկամ եւ գործընկեր երկիր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է տիրանալ Գրենլանդիային եւ պատրաստ է հասնել այն նպատակին անհրաժեշտության դեպքում ցանկացած ձևով։ Նա ընդգծել է, որ գործողությունն անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը կամ Չինաստանը չհասնեն կղզուն, իսկ ամերիկացիները ցանկանում են վերահսկել այն պաշտպանելու համար։ Թրամփն ընդգծել է, որ ներկայում նպատակ չունի Գրենլանդիան պարզապես գնելու, բայց պատրաստ է հնարավորություններից օգտվել։ Անդրադառնանք այլ թեմաների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսում անդրադարձ է կատարել սույն թվականի հունվարի 1-ից օրենքի ուժ ստացած կարևոր փոփոխության, ըստ որի այսուհետ աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Հունվարի 1-ից սկսած աշխատանքային բոլոր պայմանագրերը բացառապես կնքվելու են էլեկտրոնային եղանակով, օրենքն ուժի մեջ է, եւ արդեն իսկ բազմաթիվ գործատուներ շարժվում են այս նոր իրողությամբ։ Օրենքի ընդունման արդյունավետության եւ անհրաժեշտության մասին իր ամփոփիչ ասուլիսում առանձնատուկ անդրադարձ կատարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը նկատեց, որ այս ամենը թվայնացման դարաշրջանում կատարված փոփոխությունների ֆոնին եւս մեկ քայլ է առաջ Հայաստանի համար, որը լուծում է պետություն, գործատու եւ աշխատող
հարաբերությունների շատ հաճախ անհասկանալի իրավիճակները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր գրանցված աշխատողի աշխատանքային տվյալները վաղուց էլեկտրոնային եղանակով արտացոլվում է բեկ համապատասխան բաժնում։ Նախարարի պնդմամբ նոր օրենքը ապահովագրում է հիշյալ եռանկյունում տարատեսակ խնդիրներից։ Մենք հիմա թղթով են կնքում, այդ թուղթը մի օր կա, մի օր չկա, գնում են հարկային մարմինները ստուգման, ասում են վայ թուղթը նոր ենք կնքում եւ այլն, որպեսզի խուսափեն հարկեր վճարելուց, մենք դա բարձրացնում ենք նորից թվային մակարդակի, որ հնարավորինս թափանցիկ եւ ապահով տեղի ունենա։ Թորոսյանի խոսքով գործատուներն այսուհետև անձին աշխատանքի ընդունելիս պարտադիր աշխատանքային պայմանագիրը պետք է ձևավորեն էլեկտրոնային նոր հարթակում, որից հետո փոխանցվելու է աշխատողին, որպեսզի նա ծանոթանա եւ այնուհետև թվային ստորագրությամբ հաստատի։ Նախարարն ասաց, որ որպես գործատու արդեն նոր տարբերակով աշխատանքի ընդունման փորձ ունի։ Նրա խոսքով, սակայն համակարգն ունի թերություններ։ Խնդիրներ են առաջանում ոչ ռեզիդենտ քաղաքացիների ընդունման պարագայում։ Ոչ քաղաքացիների հետ կապված խնդիրներ կարող են լինել, որոնք որ արտերկրից են աշխատում, այդ մասով մենք որոշակի ճշտումներ կանենք օրենսդրական, բայց մեծամասամբ դա որևէ խնդիր չի առաջացնելու, պարզապես պետք է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որը ի դեպ պետք է ունենալ շատ բաների համար եւ այդ աշխատակիցները միևնույն է պետք է ունենային, օրինակ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը լրացնելու համար, գործատուները բոլորը ունեն էլեկտրոնային ստորագրություն, որտեղ առանց էլեկտրոնային ստորագրության նրանք հարկային հաշվետվություններ չէին կարող ներկայացնել արդեն տասնյակ տարիներ։ Եվ այդ գործընթացը կարծում եմ էլի այդ մեր ընդհանուր թվային օրակարգի եւ թափանցիկ եւ նաեւ ստվերի դեմ պայքարի այդ քաղաքականության շրջանակներում ամբողջությամբ տեղավորվում է։ Հավելենք, որ ըստ գործող օրենքի պետությունը 1 տարի ժամանակ է տալիս գործատուներին, մինչև օրենքի կիրարկումը աշխատանքի ընդունված քաղաքացիների պայմանագրերը պարտադիր տեղափոխեն նոր էլեկտրոնային հարթակ, իսկ աշխատող քաղաքացիները ձեռք բերեն թվային ստորագրություն։ Այն քաղաքացիները, որոնք մինչ այժմ չունեն թվային ստորագրություն, կարող են մոտենալ իրենց բջջային օպերատորների գրասենյակներ եւ ընդամենը մի քանի րոպեների ընթացքում ակտիվացնել այն։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Ապօրինի ձգնորսություն, խուլիգանություն, մարդու հրկիզման փորձի բացահայտում, նաև 1 տոննա կոկայինի աղմկառույց քրեական գործի մանրամասների հրապարակում, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը ներկայացվող տեսանյութում։
Միհրան Պողոսյանի երեք ազգականները մեղադրյալի աթոռին են, հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը։ Պողոսյանը որպես ԴՀԿ պետ պայմանագիր է կնքել նրանցից մեկի հիմնած ընկերության հետ, պետությանը հասցված վնասը գնահատվում է 9 միլիոն դրամ։ Նա նաև հարկադիրում աշխատանքի ընդունել իր քեռու երկու որդիներին, որոնք գործի չեն գնացել, սակայն ստացել են ընդհանուր 12 միլիոն դրամ աշխատավարձ։ Երեք մեղադրյալն էլ պետությանը պատճառված վնասը վերականգնել են։ 1 տոննա կոկայինի հանրահռչակ քրեական գործով ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից բացի եւս մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Վերջինս Մրգենի ընկերության փաստացի տնօրեն Գագիկ Բադալյանն է։ Քրեական այս գործով արդեն մեղադրյալի աթոռին է 5 անձ։ Սամվել Գալուստյանին մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերով կոկային տեսակի թմրամիջոց։ Նաեւ թաքցնելով մաքսային հսկողությունից Հայաստանի պետական սահմանով ապօրինի տեղափոխել է խոշոր չափերով կոկային տեսակի թմրամիջոցը։ Մեղադրյալներ են Մելիտա Ղազարյանը, Լևոն Աթաջանյանը, ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Գագիկ Բադալյանը։ Հայաստանում հայտնի բուհերից մեկի ամբիոնի վարիչը կրծքավանդակի ձախկեսի կտրած ծակած արյունահոսող վերքեր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Պարզվել է վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Թն է։ Իրավապահները պարզել են, որ վիրավորը վնասվածքները ստացել է անծանոթ անձանց միջև ծագած վիճաբանության ժամանակ։ Դանակով հարվածել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Սմբատ Դ-ն։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան, վիճաբանության մյուս մասնակիցներին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Սևանա լճից սիկ տեսակի ձկանապուրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկտները Ծովագյուղ Շորժա Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևանի 66-ամյա բնակչի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան։ Պարեկտները մեքենայում հայտնաբերել են սիկ տեսակի 1456 ձուկ, ընդհանուր 603 կիլոգրամ քաշով։ Ըստ վարորդի ձկները ձեռք էր բերել Վարդենի Սուման ծանոթ անձից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Համայնքային ոստիկանության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Հիմնավորվել է, որ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024 թվականին բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ, որից հետո ակումբի աշխատակիցներին եւ հաճախորդներին հրահանգել է լքել տարածքը, այդ կերպ խոչընդոտելով ընկերության բնականոն աշխատանքը։ Նաեւ բռնություն գործադրելու սպառնալիքները հնչեցրել ակումբի երգչուհու նկատմամբ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա։ Պարզվել է, որ 2025 թվականին մի խումբ անձինք մեկնել են ԱՄԷ-ի բնակության հասցեն, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա եւ կրակայրիչով այրել։ ԱՄԷ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ գրավը։ Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 միլիոն դրամի գույքն օրինականացնելու մեջ։ Հիմնավորվել է, որ 2010-ից 18 թվականներին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։ Այսքան այժմի համար կհանդիպենք։